Ինչու է մարդկությունը հիվանդանում։ Եթե Աստվածաշնչում կա պատասխան, ես կարծում եմ, որ մենք պետք է գտնենք այն։ Կարծում եմ եկել է ժամանակը լինել անկեղծ և ընդունել, որ մենք չենք ապրել Աստվածաշնչով, չենք ընդունել այն, երբ որ մեղավոր ենք մենք, ոչ թե Աստվածաշունչը։ Եթե երկրի վրա ապրող բոլոր տղամարդիկ բժիշկ լինեին, իսկ բոլոր կանայք բժշկուհիներ, եթե երկրի վրա բոլոր տները հիվանդանոցներ լինեին, միևնույն է աշխարհը հիվանդ կլիներ, քանի որ հիվանդությունները կապված են մեղքի հետ։ Եվ շատ դեպքերում հիվանդությունները հոգևոր երևույթ է։ Եթե մարդու հոգին ուժեղ է, նրա մարմինը գրեթե չի հիվանդանում։ Այն պարզապես մերժում է այն ամեն ինչ, որ գալիս է։ Եթե մարդու հոգին ուժեղ է, եթե նա լի է զորությամբ, ապա դժվար թե ֆիզիկապես հիվանդանա։ Բայց եթե մարդը հոգևորապես թույլ է, նա կարող է ընդունել ցանկացած հիվանդություն։ Եվ սա ճշմարտություն է, որ եթե յուրաքանչյուր տղամարդիկ բժիշկ լինեին, յուրաքանչյուր կին բժշկուհի և յուրաքանչյուր տունը հիվանդանոց, միևնույն է տարբեր հիվանդություններ կլիներ, քանի որ հիվանդությունները հոգևոր երևույթ է, և դրա դեմ պետք է պայքարել։